Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է իր հիմնադրման 100-ամյակը։ Մեկդարյա պատմություն ունեցող նվագախումբն իր գործունեության ընթացքում հասցրել է դառնալ հայ երաժշտարվեստի յուրահատուկ դեսպանն ամբողջ աշխարհում։ Այսուհետև հայկական սիմֆոնիկ երաժշտությունը ֆիլարմոնիկ նվագախումբը հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս կներկայացնի միանգամայն այլ հնչողությամբ։ Գերմանական, շվեյցարական, ֆրանսիական, անգլիական հայտնի ընկերությունների կողմից արտադրված երաժշտական գործիքներն առաջինը տեսնելու, գնահատելու եւ փորձարկելու հնարավորություն ունեն հենց երաժիշտները։ Նվագախմբի տուբահարը նման գործիք ունենալու մասին երազել է 20 տարուց ավելի։ Վերջապես երաժիշտը երազանքը ձեռքում բռնելու հնարավորություն ունի։ Գերմանական երաժշտություն դասական, որ լսում եք, բոլորը sense գործիքներով է։ Հետո մեդաղից տարբերություն կա, հետո մատերի աշխատանք կա, որը ավելի արագացնում է տեխնիկապես աշխատանքը։ Ֆլեյտահարը նոր ոսկյա գործիքը զգուշությամբ է հանում պատյանից։ Երաժիշտը խոստովանում է նման գործիքի մասին անգամ չի էլ երազել։ Եթե համեմատականներ արկածնենք օրինակ մեքենաների հետ, սա կարելի համարել սուպերքար։ Շատ արագ գնացող, շատ հզոր եւ շատ ապահով։ Ֆիլարմոնիկ նվագախմբի միակ չելեստան ավելի քան 50 տարեկան էր, այն արդեն հին էր, հնչողությունն էլ այն չէր։ Հայաստանում առաջին անգամ, տառացիորեն առաջի անգամ հնարավոր կլինի ունկնդրել իսկական չելեստայի ձայն, որտեղ այդպիսի բան չի եղել։ Օրինակ նվագում ես եւ պետք է հետո հետևես, որ բոլոր ստեղները բարձրանան, որ հաջորդ անգամ նորից հնչի նոտան։ Իսկ այստեղ արդեն լրիվ նոր է գործիքը, շատ փափուկ լավ հնչողություն ունի։ Բրանեն ֆլեյտա, պիկոլո համիկ, չելեստա, շիդմայեր, ֆագուտ, վիոլա դա գամբա, միրաֆոն, հագեն տուբա, գոնգ զիլջան, 3 հոբոյ մարիգո, 6 կլարնետ, բուֆե, կրամպոն։ Ֆիլարմոնիկ նվագախումբը համալրվեց վերջին սերնդի 17 երաժշտական նոր գործիքներով, որոնք նվագախումբը չուներ կամ ունեցածը բավականին հին էր։ Նվիրատուն Կարեն Վարդանյանն է, բարերարն այցելել է Արամ Խաչատրյան համերգասրահ ֆիլարմոնիկ նվագախմբի երաժիշտների հետ հանդիպելու, նվիրաբերած երաժշտական նոր գործիքների հնարավորություններին ծանոթանալու համար։ Հիմա մենք մեծ քանակությամբ ընտիր գործիքներ ստացանք եւ այնպիսի ֆլեյտա, որ նույնիսկ երազել հնարավոր չէր։ Շատ ուրախ եմ, դեռ չեմ հավատում։ Սա շատ կարևոր է եւ սա անպայման Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախումբը երևս մի աստիճան կբարձրացնի իր կատարողական մակարդակով։ Հետո արդեն Էդուարդ Թոփչյանը հյուրերին ուղեկցում է դահլիճ երաժշտական գործիքների հնչողությունը դահլիճից փորձի ժամանակ ունկնդրելու համար։ Շատ ուրախ ենք եւ գնահատում ենք, որ Կարեն Վարդանյանը Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի 100-ամյակի առիթով մեզ անակնկալ եւ անսպասելի նման արժեքավոր նվեր մատուցեց։ Երաժիշտները փաստում են, սա նվագախմբի 100-ամյակի ամենամեծ նվերն է։ Այն կնպաստի, որ հայ երաժիշտները աշխարհահռչակ ֆիլարմոնիկ նվագախմբերի կողքին լավագույն եվրոպական բեմերի վրա կանգնեն ոչ միայն իրենց կատարողական վարպետությամբ, այլև բարձրորակ երաժշտական գործիքների պրոֆեսիոնալ հնչողությամբ։ Եվրոպական արտադրության 17 երաժշտական գործիքի ձեռքբերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 129 միլիոն դրամ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։